Ես քո Գյումրին եմ։ Հարյուրավոր գյումրեցիներ Ռուբեն Մխիթարյանի հետ վանկարկում են։ Ես քո Գյումրին եմ։ Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի թեկնածուն մեծ հավաք է հրավիրել երեքշաբթի։ 600 տեղ ունեցող դահլիճում կանգնելու տեղ էլ չկա։ Ես քո Գյումրին եմ։ Մարդիկ ավելի ոգևորվում են, մարդիկ ավելի վստահում են, մարդիկ սկսում են հստակ գիտակցել, թե այս ընտրությունները ինչի մասին են։ Ու ամենակարևորը մարդիկ հասկանում են, որ այս ընտրությունները միայն ասֆալտի կանաչապատման աղբահանության կամ երկու հատ պրոժեկտոր շենքի պատին ձգելու մասին չեն։ Հատկապես ու առավելապես այս ընտրությունները Հայաստանի ապագայի մասին։ Բակային հանդիպումները շարունակելու է Մխիթարյանը, բայց հավաքվածներին ամփոփիչ կոչ ունի։ Մարտի 30-ին գնալ ընտրատեղամաս, չընտրել ՔՊ-ին, ձայնը տալ իմ հզոր համայնք կուսակցությանը։ Կհանդիպենք մարտի 30-ին ընտրատեղամասերում միասին մեր վճռական ձայնը տալու ենք հանուն Գյումրիի ապագային։ Շնորհակալ եմ բոլորիցը։ Աշխատատեղեր է խոստանում քաղաքապետի թեկնածուն, ծրագիր ունի, որով քաղաքի ծայրամասերը գրավիչ է դարձնելու զբոսաշրջիկների համար։ Մենք մեր քաղաքին տալու ենք այնպիսի էներգախնայող լուսավորություն, որ միայն այդ լուսավորությունը տեսնելու համար մարդիկ կուզենան մեր քաղաքը։ Տարեկան 200,000 մարդ կարող է Գյումրի գալ, գումար ծախսել, եթե իրականություն դառնա Գյումրիում 40,000 տեղանոց մարզադաշտի կառուցումը, ասում է Մխիթարյանը։ Մի հատ նման կառույց Գյումրիին անհավանական արդյունավետություն է բերել։ Ու մենք պանդելու պահանջելու ենք։ Անօթևանների խնդիրն է խոստանում լուծել քաղաքապետի թեկնածուն։ Ասում է Գյումրիում բազմաթիվ դատարկ շենքեր կան, որոնք վերանորոգումից հետո կարող են սոցիալական բնակարաններ դառնալ անօթևանների համար։ Կարևոր է, որ առաջինը մենք մեջներս ունենք։ Մեր ձեռքով սկսենք մեր հարցերը լուծել, մեր խնդիրները լուծել, ամբողջ Հայաստանին տալ զարգացման նոր իմպուլս, ու այդ իմպուլսը պիտի գնա Գյումրիից։ Հավատում է Մխիթարյանը, որ մարտի 30-ին Գյումրիում կանխվելու է ՔՊ-ի վերարտադրությունը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը այս շաբաթ կեղծ ընդդիմադիր էր անվանել Ռուբեն Մխիթարյանին։ Սրբազանին այսպես է արձագանքում քաղաքապետի թեկնածուն։ Երևի նեղացրել եմ իմ Սրբազանին, հիմա բոլորի մոտ ներողություն եմ խնդրում, եթե նեղացրել եմ, անկեղծ չգիտեմ, բայց եթե նեղացրել եմ Սրբազան ջան, ներող եղեք, ես քեզ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, քո ձևակերպումներին վերաբերյալ, նու նվազագույնը արտար չէին, գուցե մի քիչ ջղայնացած էր, բայց ես քո հոտի հավատավոր զավակն եմ, դու իմ Սրբազանն ես, ես քեզ հարգում եմ։ Նաև կոչ է անում երկրի հզոր ուժերին մի կողմ դնել ամբիցիաները Գյումրիի ճակատագրական ընտրություններից առաջ։ Թերեզա Կադաևչյան, Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։